Իրանի արտգործնախարարը կրկնել է Թեհրանն անիմաստ է համարում Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը եւ պատրաստ ենք փորձել անուղղակի շփումների ճանապարհը, ընդգծել է նա։ Միացյալ Նահանգների նախագահը, որ անցած ամիս բանակցությունների հրավեր էր ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, օրեր առաջ կրկին պնդել էր նախընտրում է ուղիղ բանակցությունները։ Դոնալդ Թրամփը միաժամանակ զգուշացրել էր պատրաստ է նաեւ ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Reuters-ը հաղորդում է, թե նախորդին Այաթոլլահ Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Թեհրանն էլ նամակներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, զգուշացնելով, եթե Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակման դեպքում այդ երկրները որևէ աջակցություն ցուցաբերեն, ներառյալ թույլ տան իրենց օդային տարածքն օգտագործել, դա կդիտվի որպես թշնամական գործողություն, որը լուրջ հետևանքներ կունենա։ Իսրայելը անցած գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի 2 խոշոր հիվանդանոցների մերձակայքում, զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում տեղացի մի լրագրող, 9 հոգի վիրավորվել, հաղորդում է Reuters-ը։ Տարածքում տեղակայված վրաններում հրդեհը բռնկվել, մինչ այդ երեկ էլ բնակելի շենքեր էին թիրախավորվել, զոհվել էր առնվազն 15 մարդ։ Իսրայելը մարտի 18-ից վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում երկամսյա հրադադարից հետո, որի ընթացքում Համասը 38 իսրայելցի պատանդ վերադարձրեց հարյուրավոր պաղեստինցի գերիների եւ կալանավորների դիմաց։ Կողմերի միջև նոր բանակցություններ անցկացնելու Եգիպտոսի եւ Քաթարի ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։ Իսրայելցիներն իրենց հերթին այսօր բողոքի ցույց են անցկացրել Երուսաղեմում, վարչապետ Նեթանյահուի նստավայրի դիմաց, կոչ անելով կառավարությանը դադարեցնել պատերազմն ու անհապաղ ազատ արձակել մինչ օրս Գազայում պահվող իսրայելցի գերիներին։ Եվրամիության երկրները Վաշինգտոնի սահմանած աննախադեպ մաքսատուրքերին ի պատասխան առաջիկա օրերին ամերիկյան ապրանքների ներմուծման դեմ մինչև 28 միլիարդ դոլարի մաքսատուրքերի առաջին փաթեթը կհաստատեն։ Ակնկալվում է, որ որոշումը կընդունվի այսօր երեկոյան եւ կտարածվի Ամերիկայից ներկրվող հացահատիկային ապրանքների, մսի, գինու, հագուստի եւ առաջին անհրաժեշտության տասնյակ այլ ապրանքների վրա։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը պաշտպանել է իր որոշումը, նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով, երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ ասել է, որ ավելի քան 50 երկրներ արդեն դիմել են Սպիտակ տուն առևտրային տուրքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։